Ուրեմն այսօր հայաստանցիները փող չունեն, կարիքի մեջ են, կարիքավորները շատ են։ Ու տեսեք այս ղախպի ծնունդները ինչ են անում։ Դրա անհրաժեշտությունը կար, մի հատ մտածեք, Շվեյցարիայում քանի հատ հայաստանցիներ կան, այդ ինչը ամեն օր գնում գալիս են, անգամ մուտքն էլ է փակ, դուք գիտեք, ղախպային վիզային ռեժիմ, անարդը ոնց ասեմ։ Ու ես Արարատ կներեք, թուրքական անվանումը Արարատը, Ագրիդակ Միրզոյան ղախպի տղեն, տեսեք ոնց են հրճկվում, հեգնում հայաստանցիների, բյուջեի փողերը խարճում, այդ դեսպանատան մեջ ոչ մի անհրաժեշտություն չկար հասկանում բացելու։ Հակառակը եւ այն երկրներում, որտեղ անհրաժեշտ է շատ հայաստանցիներ կար եւ մուտք ունեն առանց վիզա չկար։ Օրինակ Մոլդովայում քանի տարի վրա չկար։ Ոչ դեսպանատում, ոչ վիպատոսարան։ Տեսեք ինչքան գումար են ծախել նախ այդ բացելու վրա։ Ինչի համար են բացում։ Իրանց համար։ Որ վաղը այդ ղախպի տղեն, նույն Արարատ Ագրիդակ կներեք, Միրզոյան ղախպեն գնա կայֆաբատ անելու Շվեյցարիայում, բյուջեից թալանած փող, ձեզանից թալանած փողերով, կամ այն ալենչիկ բոզի տղեն, որ իրանց դիմավոր են։ Դուք հասկանում եք, թե ոչ դեսպանին, ոչ էլ հյուպատոսին աշխատանք չկա, թե հայաստանցիներ չկան։ Ու պատկերացնում եք ինչ գումարներ են ծախսելու բյուջեից, իրենց ազգական, չգիտեմ ում ուղարկեն դե, իրանց հերթին կայֆաբատ անելու, ոչ մի բան չանելու համար, կոֆե խմելու համար, պարգևավճարներ ստանալու համար, ոչ մի բանի համար։ Ես հենց ասում եմ, այն ինչ ակնհայտ է, բայց այն թե էլի ինչպես են նրանք պետական գումարներ լվանում այդ դեսպանատների միջոցով, դա էլ մենք միջև չգիտենք։ Այդ աշխատող լեզուս չի ֆորմացել, ձրիակիրների վրա, պարազիտների վրա միայն, որոնց պետք է ուղարկեն դրել, դրանց աշխատավարձների վրա էլ պարգևավճարները չեմ ասում, ինչ գումարներ է գնալու բյուջեից, ոչ մի բան չանելու համար, ինչա թե, ասենք Նիկոլը մի օր գնա կայֆաբատանի, իրան դիմավորող լինեն, հասկանում եք, պատկերացնում եք, հաշվետվություն տալիս եք, ոնց այս ստեղծված իրավիճակի մեջ այսքան կարիքավոր մարդ կա, այդ Նիկոլ Բոզի տղեն հեգնում, պաղծավի ձեր կերած կաթերը, զղտկացները բգներիդ կանգնի, այսօր էլ հիմա ցույց կտամ։ Ալեն Բոզի տղեն շարունակում է հեգնել հայ ժողովրդին, այս այա, այս նկարն է դրել։ Ոնց են այս սատանիկը, այս վեսերը հրճկվում, հեգնում ամեն ինչը պղծում։ Այդ կաթողիկոսի լավնավատը դա ուրիշ հարց է, ազատ երկու մուտքը փակելն է, սա էլ է կալանք։ Անհիմն մեղադրանքներով մարդկանց բանտարկում են ու եկեղեցականների։ Այդքան կարիքավոր մարդ կա, ես հիմա այդ բառը չեմ օգտագործի, որը հանկարծ սխալ կարող են անկանել եւ իր հերթին այդ բառը շատ բազմաթիվ իմաստներ ունի, անգամ իրար հակասող, աղքատ։ Աղքատությունը մի կողմից, բայց եթե դուք օրվա հացն եք ընդամենը կարողանում ապահովել, դուք աղքատ չեք։ Ինչից եք ուրախանում։ Եթե թոշակառուների թոշակ չիների անգամ մի շաբաթ գոյատևեն այս ղախպի ծնունդները Նիկոլը Ալեն Բոզի տղեն, հերիք չի հրապարակավ զղկտում են, անասուն են էլի կենթանի ոնց ասեմ։ Սրանք հավասարվել իջել են անգամ ուրիշներ սաբակ էլի։ Փողոցային շունը կարող է գա կանգնի մայթի վրա շռի գնա։ Սրանք իջել են այդ մակ, բայց ավելի վատ իջել են որտեղ սրանք սատանիկ են։ Որտեղ գիտակցաբար սատանու ծնունդներ եք։ Վգներիդ կանգնից սատկվեք, արա մի օր գոնետնես պրտնեք ես ղախպի ծնունդներից։ Լկտիություն այդ բառն էլ բավական չի։ Լկտից սատանիկ։ Ես էլ այն մնացած մյուս բազմաթիվ բացասական երևույթների մասին, որ ես նկատում եմ։ Ի տարբերություն շատերի։ Ես դեռ չեմ խոսում, որովհետև դրան չեմ հասնում։ Լրջկված ղախպի ծնունդ Ալեն Բոզի տղեն։ Արա էսա Հայաստան, հետո ասում են մի քրպի։ Ես կոնկրետ այս ղախպության եմ քրպում։ Այլի հերախոսից հիշողությունը դե չկա, էլի չունեմ ես հնարավորություն։ Շերիքում պրոբլեմա, սա էլ ասեմ Սամվել Կարապետյան Տաշիր Սամոյի մասին եւ ավարտեմ։ Նախ այսօր կարդացի դրա ճամբարից։ Մենք չենք ներվի դատական բեսպրեդելի հետ։ Բայց միաժամանակ չեն էլ ասում, էլի որ հանկարծ եթե նրան գան իշխանության, ինչը չի լինի, իհարկե։ Որ նույն դատական բեսպրեդել չի լինի, նրանք անգամ այսքանը չեն ասում։ Երկրորդը կրկնեմ այն ինչ ասել եմ արդեն Սամվել Կարապետյանի կողմնակիցներին այդ դմբոր ղախպան արեկին դուք տեսել եք ԱՄՆ-ի դեսպանատան դիմաց կանգնած բողոքեն Պարսկաստանի վրա ռմբակոծումների դեմ ոչ դուք չեք տեսել ոչ անգամ նրանց ով գնացել են ցավակցելու Պարսկաստանի դեսպանատուն դու անգամ դրանք էլ են նույն ղախպեկը անգամ դրանք չեն գնացել ԱՄՆ-ի դեսպանատան դիմաց իրենց բողոքն արտահայտեն Պարսկաստանին ռմբակոծելու դեմ ինչքան զոհեր եղան քաղաքացիական երեխաներ տեսնում եք ինչքան ղախպեկ կան ես հո իզուր չեմ ասում բոլորը բացի ինձանից բոլորը ով քաղաքական դաշտում է բոլորը ղախպեկ են կրկին եւս մեկ անգամ կոչեմ անում հանկարծ չգնաք ընտրությունների միայն բոյկոտ եթե հանկարծ փողոցում հարցնել ասեք մենք բոյկոտելու ենք չեք մասնակցում